ցավոք մեր հանրությանը խաբել է նախկին իշխանությունը, հանրապետական կուսակցությունը եւ դաշնակցությունը, ասելով, որ ոչ միայն հնարավորություն կա Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ նույնիսկ 7 շրջանը պահելու հնարավորություն կա, միևնույն ժամանակ այդ ուժերը միշտ լինելով իշխանությունում նախկինում միջև հեղափոխություն վարել են բանակցություններ, ոնց են հանձնում 7 կամ 5+2 շրջանը եւ դրանից հետո ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո։ Ուրիշ տարբերակ քննարկման չի եղել, ուստի ինչքան էլ բարձր աստիճանի ինքնիշխանություն այնտեղ, ինքնավարություն Լեռնային Ղարաբաղը չունենար, դա լինելու էր Ադրբեջանի կազմում եւ հարցը հենց դրանում էր, որ սրան պատրաստ չէր Լեռնային Ղարաբաղի այդ թվում բնակչությունը, որովհետեւ տեսեք, պատերազմում հաղթելու հետևանքում հանձնել այդ 7 տարածք, այսինքն բուֆերային տարածքը եւ Հայաստանին կապող տարածքը, որը ռազմական առումով նվազեցնում է ինքնապաշտպանողական հնարավորությունները եւ միևնույն ժամանակ ուրեմն զիջել այն իրավիճակը, որը արդեն կար Հայաստանի հետ կապի նկատի ունեմ եւ հայկական վերահսկողության եւ դրա փոխարեն ընդունել ադրբեջանական վերահսկողությունը գուցե ամենաբարձր ինքնավարությունով, այն էլ Ադրբեջանի կազմում դա ինչքան հնարավոր կլիներ եւ ինչքան ժամանակ, դա մեծ հարց էր,